դժվարություններից ես հոգնում եմ, որ սա էլ էսպես հրում ես առաջ ու մեկ էլ նորից ցած ես իջնում, նորից ես հրում առաջ ու նորից ցած, բայց ոչինչ, կարևորը մեր սիրտը լայն լինի։ Սիրելիներս, բարի լույս, մեզ մոտ այսօր օրը կիրակի է, նախաճաշենք ու հասկանանք այսօր ինչ ենք անելու, փոքր երևի այլ պլաններ կազմենք, տեսնեմ օրից է, այստեղ հավկիտներն եմ խաշում, արդեն կարծես սովորություն է դարձել, ամեն կիրակի առավոտյան բոլորովս խաշասու ենք ուտում։ Սիրելիներս, Արջուկը հացը կերավ, զբոսանքն արեց, եկավ տուն, հիմա էլ ուզում եմ փոքր որպեսի քնի, մաման այնտեղ էկլերն է պատրաստել, ասաց դու էլ կրեմն արա, հիմա այս չարաճճին մի փոքր քնի, որովհետև հոգնած է, զգացում է, որ հոգնած է, քնի, որ մեզ հանգիստ, մի փոքր հանգիստ թողնի, Էրիկ, քեզ ցույց տանք, արի ցույց տանք, Ակի ես տանք, Էրիկ մի հատ բեսիտո կանես, մի հատ բեսիտո արա Էրիկ, մի հատ պաչիկ արա, Էր մի հատ պաչիկ անես, ինչ ես տեսել, ինչա, Էդ ո՞րն է, Ստիվե, ինչա կյանք, Աման, դե հարի իմացի ինչա, Աման, զայցս չվախենակ, լողացել, ոչինչ չեմ արել այս անգամ, այսպես տրամադրություն, ոչ տրամադրություն, այլ մնացել է այսպես, կամ վարսարդարիչի միջոցով կուղիղացնեմ, կամ այսպես էլ կմնա, մեծանում եմ թե չէ, առաջ ես, այսինքն կար այդ հատկությունը, չէ, պարկի, բայց ոչ այսքան, հա, որ վերածվեր այսպես գանգոր, ուղակի, տեսեք, ու եթե ֆիքսող միջոցներ օգտագործեմ, ավելի կֆիքսի, բայց եթե անկեղծ, տեսեք, վերևը ուղիղ է, վերևի հատվածը ուղիղ է, սկսում է այստեղից լոքոները, այս մոծակին քնացնենք, գնանք գործանենք, այսօր ալարկոտության օր եմ, եթե անկեղծ լինեմ, Արտուրը միայն Էրիկի հետ դուրս եկավ, ես էստեղ մամայի սենյակը ամբողջությամբ բորբոսեր պատել դա մաքրեցի, ավելի պարզ է, ես կրեմը կպատրաստեմ, մաման էկլեր, այստեղ շատ դժվար է պատրաստել, որովհետև այստեղի ալյուրները այն որակը չունեն, հա, որ մի լավ բարձր ստացվի էկլերները, բայց այսօր մաման նույնիսկ մեկ անգամ էր փորձել, չէր ստացվել, ուսպես զայրացել ու էլ չէր անում, այսօր նորից փորձեց, ոնց որ թե լավ է ստացվել, կրեմն էլ կպատրաստեմ, եթե եղանակ այնքան սառն էր, ոչ մի տեղ դուրս չեկավ, միայն Արտուր Էրիկի հետ, որովհետև չէր մնում, գնաց մի փոքր դուրս, մեկ ժամ զբոսնեցին, այդ ընթացքում ես հասցրեցի ինձ կարգի բերել, փոքր տան գործեր անել, նախաճաշ եւ այլն, ու հիմա տեսնենք ինչպես կընթանա արդեն երեկոն, երեխաները այն օրը մի հոլովակ են տեսել, դա ես իմ խոհարարական ալիքում ունեի պատրաստած, բայց շատ նախկին, որտեղ որ մինի պիցցաներ էի պատրաստել ու դա շատ դիտումներ հավաքեց, անգամ հիշում եմ, որ դա ռուսա լեզու էի տեղադրել, մտածում եմ հենց այդ բաղադրատոմսով է կպատրաստեմ ու որոշել եմ մի փոքր շատ անել, դնել սառցախցիկ, ու երբ որ ինձ պետք լինի, միայն տոմատի մածուկը կդնեմ ու մի քիչ պանիր, հետո արդեն երբ որ ցանկանամ եփել, դուրս կբերեմ, կթողնեմ 15 րոպե, որպեսզի խմորը մի փոքր սառած վիճակից ետ դառնա ու կդնեմ տվյալ բաղադրիչները, որոնք որ ես ցանկանում եմ, դա կլինի վիչինա, դա կլինի սունկ, եգիպտացորեն, լրացուցիչ պանիր, ով ինչ ցանկանում է, հա, տվյալ դեպքում այդ պարագայում արդեն նորից վրան պանիրը կդնեմ ու կտեղափոխենք ջեռոց, այ տղա դե դու ինչ ես ասում է, վայ, իա, մի խոսքով աղջիկներս, ասացի մի փոքր այսպես ձեզ հետ զրուցեմ,
ալարկոտությունս եկել ու այսօր ոչինչ չեմ նկարել ձեզ համար։ Հետո նորից ընթացքում կգամ կմիանամ ձեզ սիրելիներ, սա էլ մայրիկից պատրաստած, տեսեք էկլերներն է, ասեմ, որ ուղղակի արտակարգ, շատ թեթև, տեսեք, շատ թեթև է ստացվել։ Երկրորդ փորձը փաստորեն լավ եղավ, մեկը պատրաստել էր այստեղ գալուց երևի 2 տարի առաջ ու լավ չէր ստացվել, տխրել էր։ Այս անգամ փորձեց, ուզում ես ուտես, տես չեն ուտում, վար։ Այս անգամ փորձեց ու իսկապես հրաշալի է ստացվել։ Իսկապես շատ լավ է եղել։ Այստեղի ալյուրով, որ այս արդյունքին հասնենք, դա ուղղակի իդեալական է։ Էս էլ էսպես։ Հիմա կրեմը կպատրաստեմ, հետո ձեզ հետ կկիսվենք ամբողջ բաղադրատոմսով։ No, con palo. Palo. De hani. No, mile կստվի։ Դե արա։ Հա, էսի հանենք, դե hani. Oh, no, de hani. Apriri con más. Բայց էդի սխալ, no, círculo. Ապրես։ Մաստեղ, դե դիր, hani. No, hani, más. Դրան տեսեք է, կողքերինը հանում ես աչիով։ No. Չարաճճի։ Սիրելիներս, մեզ մոտ երեկո է, այստեղ ինչպես միշտ երեխաները պիցցա են ցանկացել, բայց այսօր մինի տարբերակով ենք անելու, քանզի այս խմորը բազմիցս պատրաստում եմ, կարիք չկա այսպես գրամներով ավելացնելու, իսկ դուք երևի արդեն գիտեք, որովհետև խոհարարական ալիքից բաղադրատոմսը դրել եմ, ովքեր որ չեն տեսել, այսօրվա վաղվա վլոգը դուրս գալուն պես նորից կտեղադրեմ։ Ուղղակի ավելացրել եմ, որպեսզի խմորը չակտիվանա, ալյուր, հավկիտ, շաքարավազ, աղ, եթե վստահ չեք խմորիչի տիպության վրա հին եւ նոր լինելու, ապա աղը մի դրեք, միայն ավելացրեք շաքարավազը, ալյուրը ձուն, հարեք, թողեք, որպեսզի հասունանա 15 րոպե, եթե կզգաք պղպջակները առաջանում, ուրեմն արդեն վերջ կարող եք պատրաստել, հա, ոչինչ, դու խառնիկիդ, մի հատ sense թափ դուր, գիտիկ այսինք, դե խառնի, հիմա խառնի, ոչինչ, հետո կտաս ես կխառնեմ, լավ, աղջիկներս այստեղ խմորը արդեն դրել եմ պատրաստվի, իսկ այստեղ էլ եփովի կրեմն եմ պատրաստում, կհովանա, հետո արդեն կարակի հետ կհարեմ, եթե քաղցրությունը զգամ պակասը, կավելացնեմ խտացրած կար, եթե ոչ ուրեմն թողնենք հենց այսպես։ Ավելացրել եմ 1 բաժակ շաքարավազ, 1 հավկիտ, 1 ճաշի գթալ ալյուր, 2 ճաշի մոտ 400 գրամ կաչ, որովհետև քիչ ենք պատրաստելու դրա համար, եւ 1 թեյ գթալ վանիլի։ Խառնում ենք մարման կրակին, որպեսզի թանձրանա։ Կարծում եմ նորություն չեմ ցույց տալիս ելիներս։ Համովիկ էստեղ պատրաստ է, խնդրեմ։ Այլևս եփել հարկավոր չէ, որովհետև կսառի, կպնդանա ավելի շատ։ Ինձ այս պնդությունն է հարկավոր։ Վերջ։ Մի հատ թաքուն հետևենք, ոյ, խմորին, սկսում է գործել։ Ցավոք սրտի, ուշ եմ արել խմորը։ Ժամը 7-ն էր պատրաստեցին, գոնե մինչև ժամը 9 լինի, կուտեն ու կգնան քնելու։ Սիրելիներ, թեպետ ժամը այնքան էլ տեղ ինչի սուրճ խմելու համար, բայց մի տեսակ սուրճի կարիք ունեմ, վստահ եմ, որ մաման չի ցանկանալու, դրա համար իմ համար եմ միայն պատրաստում։ Կաթնել սառը կդնեմ, որովհետև տաք նախընկվամ առավոտյան։ Այնքան անուշ բույր է գալիս։ Այսպես պատրաստած այլ է համը։ Հայկական պատրաստած լրիվ այլ է համը, կան օրեր, որ ուղղակի այսպես եմ սիրում, կան օրեր, որ հայկական է միայն գերադասում ու վերջ։ Սիրելիներս, շուտով Էրիկիս ծնունդն է լինելու։ Ու որոշել եմ մանկական սրճարան գնալ, ընկերոս երեխաներին կկանչեմ, կհրավիրեմ, մենք երևի, որովհետև այս տարի որոշել եմ ուղղակի
մենք մեզանով լինենք ու երևի թե մանկական սրճարանը տեսել Մալագայում, որը մի անգամ գնացել է, բավականին լավ է, նոր է ու գիտեք դա ինչպես էր անվանում, մոռանում եմ, ես հիշում եմ, որ ես Հայաստանում եմ ու դա նոր էր բացվել, առաջի թե երկրորդ օրն էր բացման, գտնվում է 15 կվարտալի վերջում և աշտարակի խճուղու սկզբում, կարող եք ասել, որ մոլի անվանումն է, որտեղ նաև կա IKEA խանութը, այդտեղի մանկական խաղասրահի նման է, նմանացնում եմ շատ, որովհետև միշտ ասել եմ, չէ, որ այստեղ չկա այդպիսի տեղ ու փաստորեն վերջի այս մի քանի ամսում բացվել էր, ծնունդի ենք այնտեղ հրավիրված, մուտքը կարծեմ երեխաների 15 եվրո է, թե 7 եվրո է, ստույգ չեմ կարող հիմա, չեմ հիշում, պետք է մտնեմ իրենց էջը, որպեսզի տեսնեմ, ծնողները այնտեղ կարող են նստել սպասել, երեխաներին վճարում ես, 1.5 ժամ գնում այնտեղ խաղում են, ծնողներից մեկը կարող է անցնել, եթե վստահ չէ երեխայի վրա, որ միգուցե կընկնի կամ օգնություն ապեր, իսկ Վիկտորիայի ու Կրիստինայի տարիքիներին արդեն խնդիր չէ, կարող ես ինձ մենակ թողնել, ժամը լրանում են, կանչում են, այդպես, կա մտածում եմ Մալագայում կա ջունգլի պարկ, որ մենք էլի էին գնացել, բայց այդ ժամանակ երիկը դեռ փոքրիկ էր, կարծեմ նոր լինելու էր 3 տարեկան, եթե եղանակային պայմանները այդ օրը լավ եղավ, քանի որ դա բացօթյա է, կգնանք այդտեղ, որտեղ գնային արժեքով նույնն է ստացվելու, ու դրան գումարած այնտեղ դու կարող ես քո հետ սնունդը տանել ջունգլի պարկում, ճիշտ է կա ճաշարան կամ սրճարան Էլեն ջան, սրճարան, վերջի ես հասկանում եմ, որ մի տեսակ ցավով, բայց կան հայերեն բառեր, որ այսպես պետք է մտածեմ, հետո նոր ասեմ, ինչ է ուզում ասել, այնտեղ կա սրճարան, որտեղ որ մենյուն այնքան էլ, որ անկեղծ լինեմ լավը չէ, նրբ երշիկով հոթ-դոգ է, սառեցված պիցցաներ են ու վերջ, ու պատատա ֆրիտա, այսինքն կարտոֆիլ տապակած այն սառեցրած կարտոֆիլներն են, իսկ դու կարող ես քեզ հետ տանել, օրինակ ես կարող եմ Դոմինոյից պիցցա պատվիրել, հավիթեվիկներ պատվիրել, քանի անդամից ենք բաղկացած կամ հայկական ռեստորանից կարող եմ պատվիրել ու ինձ հետ տանել, որովհետև սնունդի առումով այնտեղ ոչ ոք ոչինչ քեզ չի ասելու։ Իսկ մյուսը մանկականը, որ նոր է բացվել, այդտեղ ահա որ էր սնունդը, սառեցված պիցցա, որ ընդհանրապես եփած չէ, դրել էին ուղղակի միկրոհոնդա, միկրոալիքային վառարան ու դուրս էին բերել, կարտոշկան չիփս էր, ֆրիել չէր, չիփս էր, հյութեր չունեին, սուրճ չունեին, այսինքն դու այնտեղ գնաս ծնողներով այսպես նստես ու կարծում եմ տեղին չէ, դրա համար միգուցե եթե եղանակային պայմանները լավ եղան, կգնանք այնտեղ, չեմ հասկանում ինչու անդադ այսպես անի։ Եթե եղանակային պայմանները լավ եղան, ուրեմն կգնանք այնտեղ։ Մի հատ սուրճս խմեմ, հետո նորից շարունակեմ ձեզ հետ զրուցել ու հետո երևի թե այս գեղեցիկ տեսարանը կարգի կբերեմ, այսպես թողնել չեմ կարող, ավելի լավ է վարսարդարիչի օգնությամբ հարդարեմ, գոնե մարդկային տեսք կստանամ, սա չգիտեմ ինչ է։ Եղունգներս նորից կարգի կբերեմ, իդեպ պետք է օր վերցնեմ, որպեսզի մի փոքր մշակելու կարիք կա, բայց գելակ չէ, ուղղակի այսպես կուտիկուլները մաքրելու կարիք է զգացվում արդեն։ Դա էլ այդպես սիրելիներս, դա էլ այսպես, այսօր այսպիսի օր էր, միգուցե այսօրվա վլոգը այսպես հետաքրքիր չէր, եթե հիմա էլ ցանկանում կողմ ինչ-որ բաներ տեղափոխել, բայց այս պարագայում այսօր ուզում եմ ուղղակի հանգիստ սիրելիներս, հանգիստ եմ ուզում վերցնել, որովհետև հեսա 3-7 օրվանից սկսած գալու է կահույքը, ես արդեն պետք է տրամադրեմ այս մեծ պահարանի մեջից տեղափոխեմ մեր հագուստը, դա այնքանով էլ է, որ ամառային հագուստները հավաքած տուփի մեջ են դրված, դու ուղղակի հավաքել ես ու տեղափոխես այնտեղ, այ հագուստի առումով այս մեծ պահարանից, ես պահարանի մեջ դնես և քոնը,
եւ ամուսնունդ։ Չգիտեմ դա ինչպես եմ անելու։ Իհարկե, հիմա կասեք ելին ջան, բա ինչու է այդպես, որովհետեւ մեծ սենյակը նախընտրել եմ տալ երեխաներին։ Իրենք մեծանալու են, շուտով արդեն ընկերուհիներ հյուրընկալել գալ, որպեսզի իրենք ազատ զգան, տարածք ունենան, խաղալիքներին տեղ լինի, տունը էլի մեծ չէ, խաղալիքները միջև հասնում է անգամ ճաշասենյակի վերջը, գոնե այնտեղ հանգիստ գիտեմ, որ եթե կթափթփեն հավաքել հեշտ կլինի փոքր սենյակ, չեմ նախընտրում երեխաներին այդ պարագայում, չգիտեմ ինչքանով եմ ճիշտ վարվել, թե ոչ, դրա համար մենք ընտրել ենք փոքր սենյակը, բայց ոչինչ, կարևորը մեր սիրտը լայն լինի, հետո միտեղ հանգիստ եմ, որ երեխաները մեծ սենյակում ավելի լուսավոր ու հարմարավետ կլինի իրենց համար, այս ամեն ինչը ժամանակավոր է։ Ուղղակի մեկ-մեկ այս դժվարություններից ես հոգնում եմ, որ սա էլ այսպես հրում ես առաջ ու մեկ էլ նորից ցած ես իջնում, նորից ես հրում առաջ ու նորից ցած, բայց այն քո ներսի ձայնը քեզ ասում է հանգիստ, խորշունչ քաշիր, ոչ առաջինն ես, ոչ վերջինն ես, ամեն բան լավ կլինի, ամեն դժվարությունն էլ ոնց սկսում, այնպես էլ վերջանում է, միայն համբերություն է պետք, սիրելիներս, համբերություն ու համամիտ եմ, ու շատ մեծ հավատ Աստծո հանդեպ, եթե այդ հավատ ունենք մեր ներսում, մնացած բաներն անպայման կլուծվեն, ուղղակի միշտ հասկացել եմ, որ այդ հավատը դժվարության ժամանակ մենակ պետք է, ամեն օր պետք է, լույսը բացվելուն պես պետք է շնորհակալ լինենք Աստծուն, որ կանք, որ արթնացել ենք, որ նոր օր ունենք, որ բոլորս առողջ ենք, ընտանիքի անդամները նույնպես, ու այդպես նոր բան չեմ ասում սիրելիներս, բայց մեկ-մեկ կրկնել պետք է, որ այստեղ պահենք ու չմոռանանք։ Նկատում եմ, որ սպիտակ մազերս գնալով շատանում են, մեծանում եմ, բայց ինչ կարող եմ անել։ Այդով է երիտասարդ մնացել, որ ես էլ մնամ, չէ։ Հոգով մնանք երիտասարդ, ինչ կասեք։ Հետ էլ այսպես սիրելիներս, այսօր այսպիսի օր էր, վաղը նորից 2 շաբթի ու սկսվում է վազք, պարապմունք, աշխատանք, դասեր, քննություն ու այս ու այն, հետաքրքիր է, ասացեք տեսնեմ, ձեր օրն էլ է այնպես անցնում, թե մեկ-մեկ մեկնաբանություններում գրեք տեսնեմ, նման է անցնում ձեր օրը, թե ձերը մի փոքր այլ է, տարբերություն կա, աշխատում եք, չեք աշխատում, ունեք վարիկներ, չունեք, այնց հետաքրքիր է, օրինակ կարող եք մեկնաբանությունում գրել իմանամ, ինձ որ տարիքի բնականաբար կարծում եմ կանայք են դիտում, այն մի փոքր տոկոս ինչ-որ տղամարդիկ, չգիտեմ, դա երևի YouTube-ը պտտում է, բայց ինձ հետաքրքիր է, կգրեք տեսնեմ, ինչ տարիքային սահմանում են ինձ դիտում։ Սիրելիներս, ապա ինձ գեղեցկուհուն տեսեք, այսպես շատ լավ արտակարգ խմոր ու ընդամենը մի ժամում դուրս է եկել։ Սա էլ Քրիստինային ուզել, այսպես պուճուր ճուտիկն է։ Հա? Սա էլ իր ձագուկն է, նոր ձագուկ ենք ունեցել, ահա, խնդրեմ, այս էլ այսպես, հիմա մի հատ այսպես մատի շարժումով օդը դուրս ենք բերում, տեսեք ինչ պղպջակներով հարուստ խմոր է, անգամ ջի ուզում ցած իջնել, այսպես հիմա սա գնդերի բաժան է, 2 մեծ պիցցա կանենք, մնացածներ իչքան որ փոքրիկ ստացվեց, մոռացել է, 3 գնացել է գնումների, պարզվեց, որ ալյուրը մոռացել եմ գնել սիրելիներս, դրա համար քիչ ստացվեց, սա իչքան հիմա եղավ, ոչինչ, հայ մաղթի, սիրելիներս, ինձ մոտ կրեմն արդեն պատրաստ է, որպեսզի ձեզ չձանձրացնեմ, ցույց չեմ տվել ինչպես եմ պատրաստում, որովհետև կարծում եմ, որ իմ պատրաստման եղանակը բոլորդ արդեն գիտեք, այսպես փոքր էկլերները դրսում մնացել են, չորացել են, ավելի դժվարությամբ եմ ստացվում լցնել կրեմը, բայց ոչինչ, հոգ չէ, չորացել է, մնացել է դրսում, չորացել է, այսպես մեջը շատ լավ եփվել է, տեսեք, սա
էկլերը ես այստեղ 1-2 անգամ եմ պատրաստել վաճառքի, խանութ կար հայկական, այդտեղ է տալի, հետո արդեն թողեցի, իսկ մաման եկավ փորձեց, չստացվեց, զայրացավ, ասաց չի լինում, դե ինքը խմոեղեներ շատ լավ է պատրաստում, բայց որ տեսավ չի լինում, ասեց վերջել չեմ պատրաստելու, որպեսզի իզուր տեղը չնեղվեմ, ինչև է սիրիներս, այս անգամ նորից պատրաստեց, բոլորս էլ սիրում ենք, արդեն այդպիսի մարդ չկա, որ էկլեր չսիրի, չէ, հետևաբար ասաց չի այսօր նորից ռիսկի եմ դիմելու ու պատրաստեմ, շատ լավ է եղել, ուղղակի շատ մնաց դրսում, մոռացել ենք, որ այս էկլերը մի այսպիսի կապրիզնի բնավորություն ունի, եթե երկար է մնում դրսում, չորանում է, ահա, մեզ մոտ այսօր ոնց որ թե նոր է եղել, ասացին վագոնները իրար են բախվել գնացքի ու այս բայդրությամբ 5 հոգի մահացել է, Կորդոբայի հատվածում է եղել ոնց որ թե ինչպես ճիշտ հասկացա, մեկ մտածում ես, որ գնացքը համատաբար ավելի անվտանգ է, քան թե ինքնաթիռը, բայց որ փորձանքը գալիս է, ոչ հարցնում է կանգնած տեղը, ոչ քո տան մեջ նստածը, ոչ էլ ինքնաթիռի մեջ, կրեմն էլ իսկի էկլերի կրեմ է եղել սիրելիներս, որ կծես ու կրեմը արանքից դուրս գա այսպես հավեսի եմ, չէ գցում, թե չէ, ես չեմ սիրում կանդիտիրսկի ներարկիչով մտցնել, ես այսպես եմ սիրում սիրելիներս, միգուցե սխալ եմ անում, բայց ես այսպես եմ սիրում, նայում եմ տեսնում շաքարի փոշին վերջացել է, մաման կգա կասի, դա էլ է վերջացել ու չկա, չէ մամա, ծավոք սրտի չկա, շոկոլատով էլ չեմ ուզում ճիշտն ասած պատել, ոչինչ, թող այսպես մնա, ոչ մի բան էլ չի լինի, մի քիչ տեսքից արտակնապես գեղեցիկ չի լինի, բայց ոչինչ, քանի հատ մնաց, 4 հատ, դրա համար ես մենակ ճամփորդելուց վախենում եմ, շատ եմ վախենում, Վիկտորիայից հետ փոքր ժամանակ ճամփորդելուց այնպիսի իրավիճակի մեջ ընկանք, որ դրանից հետո ասացի ինչ է լինի, ես մենակս ոչ մի տեղ չեմ գնա, Նամանավանդ այս տարի ամռանը ոչ թողեցին Արտուրը մեզ հետ բարձրանար ինքնաթիռ, դա մի այլ պատմություն է սիրելիներս, լավ է Արտուրի հորաքույրը այստեղ էր, մեր հետ թռչում էր, խեղճկինը 7 տարի չէր եղել, 7 տարի չէր եղել ու ինձ ասում է ոնց թե դու հիմա չես գալիս, թող Արտուրն ասում ես չեմ գալիս, ես մնում եմ, եթե դու մնում Արտուրն ասում է գնա ու այն վերջի կետն է, որ արդեն բարձրանում ես ինքնաթիռ ու միակ բանը, որ ես գնացի, դա Արտուրի հորաքրոջ այդ աչքերը, որ տեսնեմ վախեցած, այսպես լարված ոնց թե էլի, որ չես գալիս, հիմա կանչում եմ մեկը մյուս կողմից արի, Արտուրն ասում է գնա ու այսպես զայրացած ես մինչև առավոտ այդտեղ կլինեմ ու այդպես էլ եղավ, ես հասա ցերեկը նույն օրվա, ինքը եկավ գիշերը Բարսելոնայով, ուղղակի տվյալ տոմսը կորցրեցինք, բայց փառք Աստծո եկավ հասավ մեզ, ահա սիրելիներս, վերջ